Իշխանականները կրկին անցել են մանիպուլյացիաների, հերթական սուտն էին փորձում տարածել, ինչ-որ փաստաթղթեր էին շրջանառում, թե ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունի։ Նարեկ Կարապետյանը հերքեց տեղեկատվությունը, ասելով, որ արդեն դիմել են համապատասխան մարմիններին ապացույցներ ներկայացնելու համար։ Կարող եք վստահ լինել, որ ընկերության բաժնետեր կարող են մեզ լինել, բայց կարող եք վստահ լինել, որ երբեք բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից չեմ ունեցել ոչ մի երկրի քաղաքացիություն։ Նույնիսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից են հաստատել, որ Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի չէ։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծել է. Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն։ Նա այս մասին խոսել է Ռուսաստանի կողմից Հայաստանի շահերի դեմ ուղղված գործողությունների վերաբերյալ հրապարակումների համատեքստում։ Այնուամենայնիվ, Նարեկ Կարապետյանը նաև դիմել էր Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության բաժին, որպեսզի իր քաղաքացի չլինելու մասին տեղեկանք տրամադրեն, որն արդեն պատրաստ է։ Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում տեղեկացրել է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, падգամավորության թեկնածու Լիլիա Շուշանյանը։ Այդ գրությունը այսօր մեզ մոտ է, որ Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի Դաշնության քաղաքացի չի եղել։ Շուշանյանը նաև ընդգծել է, որ քննչական կոմիտեի դեմ դատական հայց են ներկայացրել Նարեկ Կարապետյանի օտարերկրյա քաղաքացի լինելու վերաբերյալ սուտ տեղեկատվություն տարածելու համար։ Լիլիա Շուշանյանը նաև ասել է, որ Ռուսաստանի իրավաբանական անձանց պետռեգիստրի գրանցամատյանում վրիպակ է եղել։ 6 տարի առաջ, երբ Նարեկ Կարապետյանը ռուսաստանյան մի ընկերության բաժնետեր է դարձել, պետռեգիստրի գրանցամատյանում որպես ՌԴ քաղաքացի են նրան գրանցել։ Չնայած օտարերկրյա քաղաքացիների անվան դիմաց նաև նշված է լինում համապատասխան թիվ, որը Նարեկ Կարապետյանի տվյալներում ևս կա։ Շատ տեսանելի երևում է օրինակ երկրի կոդը, այնտեղ 10 կոդն է գրված, որը նշանակում է, որ տվյալ անձը հանդիսանում է այլ երկրի քաղաքացի։ Թեմային անդրադարձել է նաև միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ Նյուզեյեմի հետ զրույցում նա ասել է, որ այդ ստերը կավելանան ընտրություններին մոտենալուն մեկտեղ։ Դրանք բոլորը ստեր են, եւ նման պնդումները կավելանան ընտրություններին մոտենալու հետ մեկտեղ, որովհետեւ Փաշինյանը չի կարող հաղթել պարոն Կարապետյանին։ Ուստի նա կարող է միայն ստել, խաբել եւ կիրառել անօրինական մեթոդներ իր նպատակներին հասնելու համար։ Նարեկ Կարապետյանը այսօր ևս թեմայի վերաբերյալ գրառում է արել, նշելով, որ 90-ականներին ՌԴ-ում, մասնավորապես Կալուգայում, արտասահմանյան անձնագիր ստացած 60-70-ականների ծնունդով գրեթե բոլոր քաղաքացիների աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է «It's FSB»։ Գրառմանը կցված են նաև օրինակներ։ Նարեկ Կարապետյանը նաև ընդգծել է, մաքուր մարդուն անվանարկելու յուրաքանչյուր փորձ հետ է վերադառնալու անվանարկողներին։ Հայք Նյուզ լրատվական։